Տավուշ մեդիան միշտ էլ Տավուշի երիտասարդների հետ է ու նրանց կողքին։ Մեդիան իր դռները մշտապես բաց է պահում նոր սերնդի համար, ընդունելով դպրոցականների, ուսանողների և երիտասարդների, ովքեր հետաքրքրված են մեդիայի աշխարհով ու ցանկանում են ներսից տեսնել, թե ինչպես է ստեղծվում հեռուստատեսային բովանդակությունը։ Այս անգամ էլ Տավուշ մեդիայի ստուդիան հյուրընկալել էր նոյեմբերյան համայնքի Արջիս գյուղի դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին։ Ուսումնաճանաչողական այցի նպատակն էր դպրոցականներին ծանոթացնել մեդիայի գործունեության հիմնական և բազմազան ուղղություններին։ Այցի ընթացքում Տավուշ մեդիայի աշխատակիցները ներկայացրեցին հեռուստատեսային արտադրանքի ստեղծման ամբողջ ճանապարհը՝ գաղափարի ձևավորումից մինչև մոնտաժ և եթերային հեռարձակում։ Աշակերտները հնարավորություն ունեցան հասկանալու, թե ինչպես են ծնվում հաղորդումները և ինչ աշխատանք է կատարվում կադրից դուրս։ Տավուշ TV-ին ընդհանրապես այս նախաձեռնությունը շատ լավ նախաձեռնություն է ու մենք տեղեկանում ենք մեր մարզի նորություններից ու այդ նորությունները մեզ համար շատ կարևոր են, հատկապես այս տարում, որովհետև այդ նորություններին տեղեկանալով մենք համել իմանում ենք մեր շրջակա միջավայրի, առհասարակ շրջակա աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները։ Յուրաքանչյուր հայ քաղաքացի սկսած նույնիսկ դեռ մանկուց պետք է արդեն կարողանա պատմել, կիսվել իր տպավորությունները ու առհասարակ փորձի օգնել իր համայնքին, իր գյուղին ու արդեն մարզին ու յուրաքանչյուրս մեր փոքրիկ քայլը ներդրումը պետք է ունենանք մեր պետության համար, որովհետև մեր պետությունը, մեր հայրենիքը ամենակարևորը պետք է լինի յուրաքանչյուր հայի համար ու պետք է սկսենք ամենափոքր քայլերից։ Հատուկ անդրադարձ կատարվեց նաև մարզային մեդիայի դերին և կարևորությանը։ Զրույցների ընթացքում ընդգծվեց, թե որքան մեծ նշանակություն ունի տեղական լրատվամիջոցի աշխատանքը համայնքային կյանքը լուսաբանելու, խնդիրները բարձրաձայնելու և հաջողությունները ներկայացնելու գործում։ Տավուշի մարզի Արջիսի միջնակարգ դպրոցի աշակերտներին, բարձր դասաների, ովքեր մասնագիտական կողմնորոշում ունեն, անցնում ուսումնասիրում են, այդ շրջանակներում որոշեցինք վերել նաև Տավուշ TV, որտեղ բավականին հետաքրքիր է Տավուշ TV-ն, նաև այս ամենի հետ ծանոթանան, թե ինչպես է ստեղծվում այդ ամբողջ հաղորդաշարը եւ այլն։ Որտեղ այսօր շատ կարևոր է մասնագիտական կողմնորոշումը երեխաների համար, որը կարող է պաստել նաև կողմնորոշման փոփոխությանը, ինչու՞ չէ, նաև նոր կողմնորոշում ընտրել եւ այլն։ Այցի ընթացքում աշակերտներն ու ուսուցիչները շրջեցին նաև տաղավարային հատվածում, ծանոթանալով տաղավարային հաղորդումների ստեղծման ձևաչափին։ Այցի ավարտին աշակերտները կիսվեցին իրենց տպավորություններով և ներկայացրին առաջարկներ, նշելով, թե ինչպիսի հաղորդումներ կցանկանային տեսնել Տավուշ հեռուստաընկերության եթերում, իրենց ձայնը միացնելով ապագա եթերների ձևավորման քննարկմանը։